Մարիա հեռուստասերիալում Օֆան իմանալով, որ Դավիթն ու Մարիան այլևս միասին չեն, կարծես կորցնում է հոգեկան խաղաղությունը։ Նա կանչում է Ռուբենին և խնդրում պարզել, թե ինչ է իրականում կատարվում երիտասարդների միջև։ Օֆայի համար սա չափազանց կարևոր է, քանի որ չի ցանկանում մահանալ, մտածելով, որ իր մահից հետո Մարիան կմնա միայնակ ու անպաշտպան։ Օֆայի խնդրանքը Ռուբենին կանգնեցնում է դժվար իրավիճակի առջև։ Նա ստիպված է լինելու նորից միջամտել Մարիայի անձնական կյանքին առանց ավելորդ խնդիրներ առաջացնելու։ Ռուբենը պատրաստ է կատարել Օֆայի խնդրանքը, ինչն էլ նշանակում է, որ առաջիկա սերիաներում կարող ենք սպասել լուրջ խոսակցությունների Մարիայի ու Ռուբենի միջև։ Իսկ տանը Ռուբենը փորձում է տիկին Ալիսայից իմանալ, թե ինչ է տեղի ունեցել Մարիայի ու Դավիթի միջև։ Տիկին Ալիսան պատմում է, որ Մարիան մի քանի անգամ փորձել է հաշտվել Դավիթի հետ, բայց Դավիթը կտրականապես հրաժարվել է։ Սա Ռուբենի համար ավելի է բարդացնում իրավիճակը։ Նա պետք է ընտրի՝ աջակցել Դավիթի որոշմանը, թե Օֆայի խնդրանքը կատարել ու փորձել հաշտեցնել նրանց։ Շատ հավանական է, որ Ռուբենը չկարողանալով գտնել ճիշտ լուծում, որոշի անձամբ խոսել Դավիթի հետ, հասկանալու համար նրա դիրքորոշման պատճառները։ Նոնան էլ կարծես թե ընդունել է իր ճակատագիրը։ Նա տիկին Ալիսային ասում է, որ Ռուբենը որքան ուզում է կարող է մնալ Օֆայի մոտ, իսկ ինքն այսուհետ կշարունակի մնալ այդ տանը միայն հանուն Աբուլի։ Նոնայի այս խոսքերը ցույց են տալիս, որ նա այլևս ոչինչ չի սպասում Ռուբենից և պատրաստ է իր համար վերջնական որոշում կայացնել։ Իսկ մինչ բոլորը զբաղված են Մարիայի անձնական կյանքով, Մարիան էլ իր գործով է զբաղվում, փորձելով բացահայտել Սոֆիայի իրական դեմքը։ Նա պարզում է, որ Սոֆիայի ամուսինը պատերազմի մասնակից է, երբ մարտի դաշտում իր կյանքը վտանգի էր ենթարկում, Սոֆիան քաղաքում դավաճանում էր նրա սիրեկանի հետ։ Այս փաստը Մարիային համոզում է, որ ինքը սխալ էր, հավատալով Սոֆիայի պատմածներին, բայց ամենավտանգավորն այն է, որ Սոֆիայի սիրեկանը հասկանում է, որ Մարիան արդեն գլխի է ընկել և նորից սկսում է սպառնալ նրան։ Մարիան կարող է հայտնվել լուրջ վտանգի մեջ, եթե շարունակի զբաղվել այս գործով, քանի որ Սոֆիայի սիրեկանը պատրաստ է ամեն ինչի, միայն թե անցյալը չբացահայտվի։ Այս իրավիճակում Լիլիթը գնում է Աբուլի տուն և պատմում Մարիայի հետ տեղի ունեցածի մասին, թե ինչպես էր Սոֆիայի սիրեկանը հարձակվել Մարիայի վրա ու սպառնում։ Աբուլը անհանգստանում է Լիլիթի խոսքերից, իսկ այս ամենը պատահաբար կողքի սենյակից լսում է Դավիթը։ Դավիթը կրկնակի է անհանգստանում Մարիայի համար և հնարավոր է, որ առաջիկա սերիաներում նա փորձի հանդիպել Մարիային, պաշտպանելու կամ գոնե հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Այս ամենից հետո Մարիան սրճարանում հանդիպում է Ռաֆին, որոշելով վերջապես սահմանել իրենց հարաբերությունների սահմանները։ Նա բաց տեքստով ասում է Ռաֆին, որ իրենց միջև ոչինչ չկա և նրանք պարզապես ծանոթներ ու ընկերներ են, բայց Ռաֆը, ով իր պլաններն ունի, անմիջապես փոխում է խաղը, հանում է մատանին և ամուսնության առաջարկություն անում Մարիային։ Մարիան ապշում է, չհասկանալով, սա Ռաֆի իրական զգացմունքներն են, թե պարզապես նոր մանիպուլյացիա իրավիճակը շահարկելու համար։ Շատ հավանական է, որ Ռաֆի այս քայլը ուղղակի փորձ է Մարիային շփոթեցնելու և ստիպելու մտածել իր զգացմունքների մասին։ Եթե Մարիան որոշի մերժել Ռաֆին, ապա Ռաֆը կարող է ավելի կտրուկ քայլերի դիմել, իր սպառնալիքները իրականացնելով Դավիթի հանդեպ։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, Մարիան կընդունի Ռաֆի առաջարկը, թե վերջապես կհասկանա նրա իրական նպատակները։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում և բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր զարգացումներին։